Վիրավոր սպայի մայոր Հայկ Թորոյանի մարմնի մասերն առանձնակի վայրագությամբ անդամահատած, զինվորականին խոշտանգած ու սառնասրտորեն գլխատած ադրբեջանցու գործով մի էդ վճիռն ագրեսոր պետության ցեղասպան քաղաքականության ևս մեկ ապացույցն է։ Սա Ալիևի ռեժիմի պատերազմական հանցագործությունների մասին Եվրոպական դատարան ներկայացված 22 հայցերից առաջին վճիռն էր։ Ադրբեջանը շատ ցավագին է արձագանքել, բայց նաև ագրեսիվ, այսինքն ոչ թե զղջում են կատարվածի համար եւ հանձնառում են փոխել պրակտիկան մարդկային հարցերի վերաբերյալ իրենց վերաբերմունքը, փոխարենը մեղադրում են միջազգային դատական արձաններին անարդարացության մեջ եւ այն կեղծ թեզն էին առաջ քաշել, թե իբր մի քանի ցուցմունքների հիման վրա Եվրոպական դատարանը դատական ակտ է կայացրել։ Մենք հստակեցնենք, որ այս գործով մենք ոչ թե ունենք մի քանի ցուցմունքներ, մենք ունենք երևակայելի մեծ ծավալի ապացողական բազա։ Մենք ունեինք էական փաստական տվյալներ եւ ապացույցներ, որ ադրբեջանցի զինծառայողները իրապես ներխուժել էին Թալիշ եւ իրականացրել էին իլրումն այս հանցագործության, նաեւ քաղաքացիական անձանց նկատմամբ ոճրագործություն, նրանց սպանություն եւ նաեւ մարմինների խեղում։ Թալիշ ներխուժած ադրբեջանական նույն դիվերսիոն խումբը խոշտանգել էր նաև Վալերա եւ Ռազմելա Խալափյաններին, կտրել տարեց ամուսինների ականջները, այնուհետև հերոսանալու համար լուսանկարներն ակտիվ տարածել էին համացանցում։ Իրավապաշտպան Արա Ղազարյանի խոսքով մի այդ վճիռը պատմական անհերքելի փաստ է, որը կարող է հաջողությամբ տեղ գտնել նաև քաղաքական օրակարգերում։ Այս դեպքը եւ սրանցի դեպքով մյուս դեպքերը, որոնք դառնալի են դատական ակտ, անհերքելի պատմական փաստ, կոտրել են Ադրբեջանի առաջ տանող այն միֆը, թե իբր թե մենք զոհ ենք, հայերը հարձակվել են մեր վրա, ընդհանուր նաև որ դա հայրենական պատերազմ չէ, դա ագրեսիվ պատերազմ էր։ Հայրենական պատերազմ չեն գլխատում զինվորներին, ձեռքերը չեն կտրում։ Հեղինակավոր Ատյանի որոշումը կասկածի տակ է դնում ոչ միայն 2016, այլև 2020 թվականի Ադրբեջանի բնորոշմամբ ինքնապաշտպանական ու հայրենական պատերազմի լեգիտիմությունը։ Եվրոպական դատարանի վճռով հաստատվում են Բաքվի հարձակողական ու ահաբեկչական գործողությունները։ Հատկապես 44-օրյա պատերազմի ժամանակ խոշտանգված ու ռազմական հանցագործությունների զոհ դարձած բազմաթիվ զինծառայողների ընտանիքներ մտահոգություններ ունեն, որ Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց մեկ ամիս հետո Երևանն ու Բաքուն կհրաժարվեն միմյանց նկատմամբ միջպետական գանգատներից։ 20 թվականին ունեցել ենք նույն ձեռագրով տեղի ունեցած խախտումներ։ Կրկին գլխատումներ, ցավոք սրտի, շատ ավելի մեծ քանակի դեպքերով ունեցել են խոշտանգումների դեպքեր ոչ միայն զինծառայողների, այլ նաև քաղաքացիական անձանց շրջանում, եւ հայցերից հրաժարումը փաստացի նշանակելու է նաև հրաժարում այդ գործերով եղած խախտումներից եւ արդարադատությունից։ Կլեսնի Հայաստանը հետ գանգատ դիմումը միջպետական թե ոչ, չեմ ասում դա մեզ չի հետաքրքրում, բայց դա ընդհանրապես չի առնչվում մեզ։ Մենք շարունակել ենք ներկայացնել։ Պետությունը, եթե հրաժարվի միջպետական գանգատներից, այդ անձինք կարող են շարունակել անհատական գանգատ ներկայացնել։ Իրավապաշտպանների գնահատմամբ արդարադատության եւ խաղաղության օրակարգերը ոչ թե միմյանց հակադիր են, այլ փոխլերացնող։ Արդարադատությունից հրաժարվելն ու ռազմական հանցագործներին անպատիժ թողնելը նշանակում է կանաչ լույս վառել ապագայում նման հանցագործությունների համար։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։